Ընթացքում է հարցը պատասխանի փուլն է, դերևս կարծում եմ առնով։ Հակներեք էլի։ Հա, խնդրեմ, կարող եմ խոսել։ Լավ։ Դերևս նորություն չունեմ, ընթացքում է միջնորդության քննարկումն է տեղի ունենում, դերևս հարցը պատասխանի փուլում ենք, կարծում եմ առնվազն մոտ երևի թե 2 ժամ կտևի։ Նիստը այդքան է առայժմ։ Տրամադրվածությունը մի դատավորը Հաշվի առնելով թե ով է դատավորը։ Ես չեմ կարող։ Տրամադրվածությունը մանավանդ փորձառու երկար տարիներ աշխատող դատավորի դեպքում պարզ է, որ նկատելի չի լինի, ավելին տրամադրվածություններով չէ, փաստերով մենք գործ ունենք, իսկ տվյալ դեպքում ակնհայտ փաստերը որ կան, որ կալանքի պետք է չբավարարվի։ Ես մի հարց տամ, քննչականը ինչպես է հիմնավորում իր միջնորդությունը, ինչու է ուզում, որ հենց տանեն կալանքի, հենց Դավիթին եւ ոչ թե նաեւ մյուսներին, ինչով է այդ տարբերությունը։ Տարբերությունը ես չկարողացան անկեղծ ասած բացատրել։ Տարբերությունը կարծում եմ այստեղ ավելի շատ քաղաքական որոշում է։ Այն նկատի ունեմ, որ արխիվում ընտրություններ են, այն նկատի ունեմ, որ իրենք ուզում են այդ կերպ երևի նախադեպ ստեղծեն, վախի մթնոլորտը խորացնեն, շարունակեն, որ ընդդիմադիր կլինի, ինչ որ մեկը իր դիրքորոշումը, եթե հայտնի, որը ոչ այդքան հաճելի լինի, տվյալ դեպքում կաղապարված լինի, կարծում եմ այստեղ մենք գործ ունենք քաղաքական բռնաճնշման հետ, չնայած երիտասարդը որևէ քաղաքական կողմնորոշում, այսինքն կուսակցական կամ չի, այլ սա պարզապես ընդհանուր երկրի մթնոլորտի ես ճնշում եմ համարում, այն որ ընդհանուր բռնապետական ճնշում եմ համարում այս ամենը։ Ու նաև իմ համար կրկնակի ցավալի է, որ այդ դիպվածը տեղի է ունենում եկեղեցում, իմ համար ցավալի է, որ ստացվում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եկեղեցում ինչ գործունեություններ ծավալում, քարոզչություններ անում, ինչու պետք է զինված անձինք մտնեն եկեղեցի դուրս գան։ Առաջադրված, երբ որ ասում են գործունեությունը միջամտելու նպատակով բռնություն գործադրել պաշտոնյայի նկատմամբ։ Այստեղ եկեղեցին է վայրը։ Համար անհասկանալի է այդտեղ եկեղեցում պաշտոնյա այր հանդես գալիս որպես նշված անձնավորությունը, թե պարզապես մտել էր եկեղեցի։ Այդ ամենը անհասկանալի է։ Քննչականը ասում է, որպես ինչ է հանդես գալիս։ Քննչականը կարող եմ մի ձևակերպման ասել, որևէ մեր հարցին առայժմ սպառիչ պատասխան չի տվել։ Կայի կարգավիճակ ստացել է Նիկոլ Փաշինյանը, որտեղ միջադեպին է եղել, չէ՞, իսկ տուժողի կարգավիճակ։ Մենք բազմաթիվ գործեր ունեցել ենք, որտեղ պետք է տուժողի կարգավիճակ ստանալ, երբևէ այդ համարձակությունը չեմ տեսել, որովհետև եթե տուժող լինի, պետք է հարցաքննվի, պետք է գա դատարան, մենք այդպիսի նախադեպ չենք ունեցել։ Իսկ այլ վկաներ հարցաքննվել են գործի շրջանակում։ Այս պահի դրությամբ չեմ կարող ասել։ Պարոն Հարությունյան, դե բռնություն գործադրել, եթե ասում է, որ բռնություն գործադրել անձի նկատմամբ, այս դեպքում չի ենթադրվում, որ անձը պետք է տուժող ճանաչվի, հատկապես երբ քննչականը նշում է, որ հարվածել է։ Ես նախորդ պատասխանով ասացի, որ տուժող չեն ճանաչում, որովհետև այդ դեպքում պետք է որևէ գործընթացներ լինի տրամաբանությամբ, այո, եթե կա ինչ-որ մեկի նկատմամբ բռնություն, օրենքի տրամաբանությամբ նկատի ունեմ, բայց կարծում եմ չի լինի այդպիսի բան։ Դե քանի որ Դավիթին մեղադրում են հենց հարվածելու, իսկ մյուսներին մեկին կազմակերպելու, մյուսին էլ միջամտել, օժանդակելու, գուցե դրա պատճառով է, որ քննչականը հենց նրան է առանցքային դերակատար համարում եւ փորձում տանել կալանքի։ Տեսեք, բարեբախտաբար մյուսների նկատմամբ այդ միջնորդությունը չի եղել, բայց ձեր ասած հարցից հենց այդ տրամաբանականը երևում է պատասխանի տեսանկյունից այն, որ եթե կա կազմակերպիչ, ապա ոնց կարող է կազմակերպիչն ավելի խիստ վիճակում չլիներ։ Պարզ է, չէ, որ այդ ամենը չկա, պարզապես այդ ամենը շղարշ է հանրության մոտ վիճակ ստեղծելու, տպավորություն ստեղծելու եւ վստահաբար կարող եմ ասել, որ ժամանակ անց պարզվելու է, որ երիտասարդը ոչինչում մեղավոր չէր։ Ու նաեւ ցավալի է, որ մենք գործ ունենք դպրոցական տղայի հետ ու նաեւ գիտեք ինչն է այդ խտրական խոսույթը, որ կա էլի, այսինքն նույն իշխանական զանգվածից ես հասցրել եմ մի քանի
պատգամավորների կամ գործիչների խոսք լսեմ, որոնք սարսափելի կերպով դատապարտում, ինչն են դա, իսկ ինչի չեն դատապարտում այն, որ եկեղեցին ծեսը փորձ է արվում օգտագործել ինչ-որ քարոզչության համար, ինչի դա չեն դատապարտում։ Երբ մարդիկ իրենց համար հանգիստ կանգնած աղոթում էին ու այդ իրարանցումը ինչի եղավ։ Հենց այդ խնդիրը հենց դրանում է ու այդ սա այս հետևանքն է այս վերջի ամիսների այս հակաեկեղեցական լուրջ քարոզչության, այս սրա հետևանքն է, այդ մթնոլորտի ստեղծելու հետևանքն է։ Պարոն Հարությունյան, այնտեղ կադրում երևում է, որ այնուամենայնիվ ձեռքը առաջ է տանում։ Դա հարվածել կարելի է որակել։ Ինչպես կարելի, եթե ձեռքը առաջ տանելը հարվածել է, ուրեմն մենք նոր ինչ-որ տերմինների հետ գործ ունենք։ Ես համենայն դեպս կադրում չեմ տեսել, որ հարված տեղի ունեցել։ Իսկ ինչ վերաբերում է բռնությանը, մենք օրենսդրական մակարդակով նախադեպերով արձանագրված է, որ բռնությունը դա 2 եւ ավելի գործողություններ։ Մենք այստեղ չենք տեսնում այդ բռնությունը։ Իսկ Դավիթին են առաջինը հարվածել, թե ինքն է հարվածել, այսպեսի տեղեկություններ են նաև շրջանում։ Ես տեսանյութ եմ տեսել բազմաթիվ ընդգծած այդ հատվածը կարմիրով ֆիքսված համացանցում, որտեղ երևում է, որ Դավիթի նկատմամբ ինչ-որ ոտնձգություն է լինում։ Դավիթը ինչ-որ մի պահ հայտնվում է գետնին։ Համենայն դեպս այս պահին 18-ամյա երիտասարդին միջնորդելը կալանքի կարծում եմ սա ավելի շատ պատժիչ բնույթ է։ Այո, առողջական խնդիրներ չեմ ցանկանա բացել փակագծեր, բայց համենայն դեպս այնպիսի խնդիրներ կան, որոնց առկայության պարագայում պետք է այդ միջնորդությունը տեղի չունենա։ Իսկ քննչականը շատ լավ տրամադրություններ ես չէի ճանաչում, անկեղծ ասած, առաջի անգամ տեսա այսօր լուսավոր երիտասարդներ, շատ այնց դրական տպավորություն թողեց եւ ուրախ եմ, որ ունենք այսպիսի երիտասարդներ, որոնք նույնիսկ այստեղ հայտնվելով իրենց պահում են արժանապատիվ եւ նաեւ շփման ընթացքում երևաց կրթվածությունն ու դաստիարակված լինելը։ Նաեւ դատաբժշկական փորձակցության հետ կապված արդեն պատասխանը եզրակացությունը կա եւ դա դատական նիստում այդ մասին անդրադարձ եղել։ Դատական փորձակնության պատասխանին չեմ անդրադառնա, հարվածի հետ կապված, այս պահին չեմ անդրադառնա դրան, բայց նաեւ կարող եմ ասել, որ այն փաստաթղթերը, որ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էր, բավարար էր, որ այս կալանքի միջնորդությունը չլիներ։ Եկեք ես քննչականը ինչպես է հիմնավորում, որ պետք է օրինակ ոչ թե լինի ստորագրությամբ ազատության մեջ կամ տնային կալանքի տակ, այլ հենց պետք է լինի կալանքի տակ։ Այսինքն ինչ հիմքեր կան ըստ քննչականի։ Հիմքեր ընդհանրապես չկան, բոլորը ենթադրություններ են չափազանց անհիմն, որ կարող է թե նոր հանցագործություն կատարել, նաև պայմանավորված իրավիճակով արժևում ընտրություններ եւ այլն, պարզ է, որ նորից եմ կրկնում, այդ հիմքերը բոլորը մերկապարանոց են, այդ ներկայացված փաստարկները բոլորը անհիմն են, միակ ստեղ խնդիրը, որը ես կարծում եմ, սա նախադեպ ստեղծելն է։ Պարոն Հարությունյան, Գևորգ Գևորգյանին մեղադրում են կազմակերպելու համար, բայց մարդը ասել է, որ երեխաներին չի ճանաչում։ Եթե մեկին չես ճանաչում, ինչպես կարող ես կազմակերպել։ Ես չգիտեմ դա ինչպես կարող ես, բայց ներողություն եմ խնդրում, այն տեսանյութը, որ ես տեսել եմ, ճիշտ է, ես անձամբ ճանաչում Գևորգ Գևորգյանին, բայց շատ-շատերը, որ նույն իրավիճակում կանգնած էին, նույն կերպ կարող է համարվեին կազմակերպիչ, դա ինչի կազմակերպիչ, որովհետեւ կազմակերպում են մի բան, որը տեղի է ունեցել, ինչ կազմակերպեր։ Այսինքն ինչպես կարող են հարվածելը կազմակերպեն, եթե այդ ամենը նախ հարված չի եղել, երկրորդը այս դիպվածը դա հախորում դրսևորում է եղել այդ լարվածության ընդամենը, որ խոչընդոտվել է ծեսը։ Եկեք դրան անդրադառնանք ու իրավապահ համակարգը հիմա առաջի հերթին պետք է դրանով վարույթ նախաձեռնած լիներ, որ հոգևորական ծեսի խոչընդոտման հետ կապված ու նաև այդ նախադեպը պետք է հասկանալ, որ նույնիսկ նախկինում, չգիտեմ, միջնադարում, երբ որ ասպետները կամ չգիտեմ իշխանները մտնում են եկեղեցին, զենքը թողնում էին դուրսը, իսկ այսօր ինչ-որ շքախումբով անվտանգությունով մտնում են դուրս են գալի, նորմալ չի, էլի այդ ամեն ինչը կարծում եմ։ Եկեք ավարտեմ էլի այսքանը։